Անցյալ շաբաթ Հայ ազգային կոնգրեսն առաջարկեց 4+4+4 ձևաչափով քննարկումներ սկսել իշխանությունների հետ ընտրական նոր օրենսգրքի մշակման համար, ինչին իշխանություններն ըստ էության համաձայնեցին։ Ձևաչափը ենթադրում է, որ 4 մարդ պետք է ներկայացնի իշխանությունը, 4 մարդ ընդդիմությունը, ևս 4-ը քաղաքացիական հասարակությունը։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ նման ձևաչափի նպատակն այն է, որ ընտրական օրենսգրքի հարցում հասնեն լայն հանրային ու քաղաքական կոնսենսուսի։ Ես կարող եմ հիմա խոսել միայն Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից։ Բնականաբար մեր նպատակը լինելու է, որ մենք կարողանանք այն առաջարկները անցկացնել կյանք, որոնք հեղափոխական փոփոխություն են մտցնելու ընտրական օրենսգրքում, ընտրությունների օրինականությունը ապահովելու առումով։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որ դեռ անցյալ շաբաթ հայտարարել էր, թե իրենք պատրաստ են նման ձևաչափով քննարկման, այսօր ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ առաջ քաշեց երկու նախապայման։ Առաջինը, որ որևէ մեկի մոտ ցանկություն չլինի ուզուրպացնել ողջ քննարկումները եւ ներկայացնել միայն այդ ֆորմատում 4+4+4-ը, որտեղ ամենալավագույն դեպքում 4 հասարակական կազմակերպություններ չեն ներկայացնում ողջ քաղաքացիական հասարակությունը եւ ասել են, որ պատրաստ եմ աշխատելու բոլոր կազմակերպությունների հետ, ոչ թե ես, այլ ամբողջ աշխատանքային խումբը։ Ով որ պատրաստ է առաջարկություն ներկայացնել։ Նույնը վերաբերում է քաղաքական ուժերին, անկախ նրանից քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում թե ոչ, մենք պատրաստ ենք աշխատելու բոլորի հետ։ Սա եղել է առաջին նախապայմանը եւ երկրորդ նախապայմանը, որպեսզի որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի ենթադրելու, որ 4+4+4 ֆորմատում քվեարկությամբ որոշվելու են հարցեր, ինչպես է փոխվում նախագիծը։ Ես չգիտեմ, այսօրվա պահվածքը իշխանությունների դուրը չեկավ, երևում էր, որ նրանք կարծես փորձում են փախչել այդ ձևաչափից, այո։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարն ասում է, որ հաշվի են առել պարզ սկզբունք ու ընդդիմությանը կներկայացնեն այն ուժերը, որոնք իշխող կոալիցիայի կազմում չեն։ Դրանք են Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն եւ Օրինաց երկիր խմբակցությունները, իսկ քաղաքացիական հասարակության կողմից հանդես կգան այն կազմակերպությունները, որոնք հեղինակավոր են, մասնակցել են տարբեր ընտրական գործընթացների, ունեն փորձ ու ասելիք։ Ժուրնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Պարսեղյանն ասում է, որ նման ձևաչափով քննարկումը ոչ միտեղ չտանող ծուղակ է, իսկ առաջարկը խոցելի է։ Բայց տեխնիկական իմաստով դա անիրագործելի բան է, դա բարդ բան է։ Իսկապես ես գիտեմ ընտրություններով շատ հետաքրքրված կազմակերպություններ, որոնք կարող են արդարորեն նստել իրենց միջից 4 հոգի ճոգել։ Մյուս օրը ինչ որ մի խումբ կարող ասել ախպեր ջան, մենք էլ ունենք 4 հոգի, արեք որոշեք որն է գնալու։ Սա իսկապես բան է տեղապտույտի եւ արդյունք չբերող չարչարանքի հարց է։ Պարսեղյանն ասում է, որ այդ թեմայով մի շարք կազմակերպությունների հետ քննարկում են ծավալել, բայց լուծում չի գտնվել։ Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոհաննիսյանը նշում է, որ դեռ որոշված չեն այն 4 ներկայացուցիչները, ովքեր այդ ձևաչափում որպես բանակցող կողմ են հանդես գալու։ Միևնույն ժամանակ շեշտում է, արժե նման ձևաչափով քննարկման մեջ մտնել։ Եվ ես կարծում եմ, որ եթե մենք բոլոր հնարավոր ճանապարհներով շարունակենք պրեսինգը, մենք կարող ենք հասնել բազմաթիվ դրույթների ներմուծման այդ օրենսգիրք, դրույթների, որոնք որ ինչ որ չափով գոնե կբարելավեն ընտրությունների process-ն ու դրա վերահսկողությունը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասում է, որ իրենք համաձայն են 4+4+4 ձևաչափով քննարկմանը, չնայած դրանից մեծ հույսեր չկան։